Սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել եմ Օվտացրապի շուկա կրկին գները ճշտելին։ Փորձենք հասկանալ այսօր ինչ գներ են։ Գուցե ձայնս մի քիչ լավ չլսվի, որովհետև այստեղ շատ ուժեղ քամիներ են։ Հիմա առաջանանք փորձենք հասկանալ կանաչեղենի գները։ Սկսենք կանաչեղենից։ Մառոլները 100 դրամ են։ Սովորական ստանդարտ մառոլներ են։ Շարժվենք առաջ։ Ձեր համեմիկինը կասեք։ 250 դրամ։ Շնորհակալ եմ։ Իսկ սամիթը 160։ Ռոզմարին ինչ արժի։ 350։ Ունեք նաև բազուկներ։ Բազուկի գինը։ Բազուկը 150։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ասեք դրա բալես։ Ասեք։ 100 դրամ, 100 դրամ, 200 դրամ, 170, 150-ից 170։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Խառն էլ 200։ Խառը կանաչին էլ 200 դրամ։ Գնանք առաջ։ Ռեհանի կապը 150 դրամ արժի։ $200 դրամ էլ քարավուզն արժի, նեխուրը։ Իսկ մեծ երկար կապեր են սիրել հետևորդներ։ Կարաս, 150 դրամ։ Բոլորը 150։ Դրանք 150։ Պետրուշկան, սամիթը 150, բազուկը 180։ Պատրջանը 70։ Այսպես։ Իսկ 4 սամիթը ինչ արժի։ 4 սամիթն էլ 100 դրամ։ Ինչ համար եք գալու։ 150 սամիթը։ Բազուկը 150։ Բազուկը 150։ Այս նանաներն ինչ արժեն։ 80, 70։ Սա իզրայելականն է, նա տեղականը։ Իսկ Պատրջան ինչ արժի։ 50 դրամ։ Լավ, շնորհակալ եմ։ Կոտեմի գինը։ Կոտեմը 150 դրամ։ Կոտեմը 150։ Ծախող գինը 150։ Իսկ սոխը։ Սոխն էլ է ժանել, հանց։ Սոխ հանց։ Մելիքը գինը չի իմանում։ 150։ 150 է ժամ։ Իսկ այս խուճուճ մառոլները։ Ուտու համար ինչ ես ասում։ 100։ Ծախողել ինչ ուտու։ Դե նկարում են, որ մարդիկ իմանան գներն ինչքան է։ Օրվա գին ենք նկարում։ 250 սա է, 200 փոքրերն են։ Հա։ Դե ինձ սխտորի գինն ասեք։ Դրանք 1500 դրամ։ Միջև որտեղ 1500։ Այ մինչև 300 դրամ։ Միջև 300։ 1300 դրամ։ Սա էլ 1300 դրամ։ Քանի որ պահածոյի սեզոնը սիրել հետևորդներ կարող է գալ այստեղից սխտոր գնել, թարմ սխտորներ։ Իսկ ավելներն ինչ արժեն։ Տեղական։ Ավելներն էլ 1000 դրամ։ Սիրելի հետևորդներ, ես եկել եմ երեկոյան այն ժամին, տեսեք, արևը մայր է մտնում։ Եկել եմ երեկոյան այն ժամին, որ շուկան կարելի ասել սկսում է ակտիվանալ, այ ժամին է, որ թե գնողները, թե վաճառողները հիմնականում գալիս են շուկա առևտուր անելու։ Սա երևի լավագույն ժամն է շուկա գալու։ Եթե գալու եք Երևանից, գալու եք այնպիսի վայրերից, որ մոտ է ու կարող եք գալ գնալ, ապա այս ժամը լավ ժամ է առևտուր անելու համար։ Հիմա շարժվենք առաջ, տեսնենք բանջարեղենի գներն ինչ արժեն։ Մենք կանաչեղենի բաժնում էինք, ավարտեցինք կանաչեղենի բաժնում, հիմա տեղափոխվենք արդեն բանջարեղենի եւ մրգի բաժին։ Տեսնենք, որ առաջինը կպատահի, այնտեղ էլ կգնանք։ Շարժվենք առաջ։ Կանաչեղենի բաժնում մարդիկ բողոքում էին, որ տաղավարներ չկան, բացօթյա են եւ խնդրում էին, որ տեսանյութերում խոսեմ այն մասին, որ կանաչեղենի բաժնում նույնպես պետք է տաղավարներ, որ մարդիկ կարողանան հանգիստ իրենց կանաչիները վաճառել։ Այստեղ ավելի մեծ սխտորներ եմ հանդիպել։ Հիմա փորձենք ճշտել, այստեղ սխտորի գին ինչ արժի։ Տեսեք, այստեղ էլ արկղով է արդեն 1200 դրամ ասեց, որ բայց արկղով է վաճառում, այստեղ կիլոյով վաճառք չի։ Այս մի տաղավարում արկղով է։ Շատ մեծ սխտորներ են իրականում։ Այսպես, շարժվենք առաջ։ Այստեղ նաև արդեն սոխ են վերել դաշտից, հասկանանք սոխի գինը ինչ արժի։ Այս սոխի։
Սրա կիլոն 150 դրամ։ Տեսեք, սա այս տարվա նոր սոխերն են, կիլոն 150 դրամ։ Այսպես մեծականակ վերել են։ Հիմա փորձենք հասկանալ կարտոֆիլի գինը ինչ արժի։ Ճանապարհին քանի օր գնում ենք դեպի Թալին, տեսնում ենք, որ նոր կարտոֆիլը հավաքում են։ Սա նոր կարտոֆիլն է, հասկանանք կարտոֆիլի գինը ինչքան։ Ուրեմն մեծ կարտոֆիլը այսինքն 170 արժի։ Այսպես մոտենամ, ձեզ մոտիկից ցույց տամ։ Գնանք առաջ։ Տեսեք, սա էլ տեղական մեծ ձմերուկներն են, ասեցին, որ տեղական է, կիլոգրամը 150 դրամ։ Այսպես։ Այստեղ էլ կարտոֆիլը 170 արժի, իսկ մանր կարտոֆիլը 100 դրամ։ Գնամ ձեզ ցույց տամ նաև մանր կարտոֆիլը։ Սա էլ մանր կարտոֆիլն է։ Եկանք հասանք պոմիդորին ու լոկու, սիրելի հետևյալներ։ Այստեղ պոմիդոր, վարուն։ Լոլիկները 100 դրամ են։ Սա դրսի լոլիկ է, թե ջերմոցի է։ Դրսի լոլիկ է, արդեն դրսի լոլիկը դուրս է եկել։ Իսկ վարունգը 300 լոբին։ Տեսեք, սա լոբինը 300 դրամ։ Շատ մատղաշ լոբի է։ Հետևորդներ, սա էլ կաղամբն է, 120 դրամ։ Որտեղի կաղամբն է։ Տեղական։ Եվ 220 էլ ասեցին, այս մյուս կարմիր կաղամբն է։ Այստեղ պնդուկ կա, ասում է 800-ից մինչև 500 տալիս ենք նվազման կարգով։ Այստեղ կա նաև շուկայում թզադեղձ, գինը 500 դրամ։ Հետո չասեք, սիրելի հետևորդներ, չեք գնում, ես եկել եմ պնդուկ գնելու։ Ինձ համար պնդուկ են լցնում։ Այսպես, սիրելի հետևորդներ, նաև դափնուտերև պահածոյի համար կապը 2500 դրամ։ Դրսից վրացականն է սա, դրսից եմ բերում։ Տեսեք, սիրելի հետևորդներ, խաղողը արդեն դուրս է եկել, սա մխիթար սորտն է ասեցին, 1200 դրամ։ Սա կարդինալ տեսակն է 1000 դրամ։ Այստեղ կա նաև ուրիշ տեսակի խաղողներ, փորձենք առաջանալ, եւ քամի է, եւ մեքենաներն են արդեն, շարժը շատացել է, եւ մեքենաներն են արդեն շատ։ Այսպես սիրելի հետևորդներ։ Այստեղ կան նաև մրգեր 250, սա 250, իսկ սրանք բոլորը 250 են։ Իսկ մոշը ինչ արժի։ Մոշը եւ ծիրանը։ Մոշը 1000 դրամ, ծիրանը 550։ Մոշը 1000 դրամ, ծիրանը 550։ Շաքար խնձոր 600 դրամ։ Տեսնեմ, որ կան առնեն։ Սիրելի հետևորդներ, թթվի ծիծակը արդեն դուրս է եկել 250 դրամ եւ այստեղ շատ կծու բիբարներ կան 500 դրամ։ Թթվի ծիծակի մասին տեսանյութ, ինչպես պատրաստել թթու, շատ մանրամասն իմ էջում կա, կարող եք ծանոթանալ փորձված, այսպես ասած, բաղադրատոմսը։ Շուկայում հանդիպել ենք նաև հնդկական նուռ 250 դրամ գինը։ Իսկ խնձորի գները կասեք։ 300 դրամ էլ խնձորներն են եւ 400 դրամ էլ կանաչ խնձորներն են։ Ուրեմն վարունգը 150 դրամ, 100 դրամ պոմիդորը, այստեղ կաբաչկիները ինչ արժեն։ 70 դրամ։ Եվ բրոկոլին ու բադրիջանը 200 դրամ, իսկ բադրիջանն էլ 100 դրամ, սիրելի հետևորդներ։ Շարժն ենք առաջ։ 100 դրամ սեխն է, տեղական սեխ է, իսկ 130 և 100 դրամ էլ լոլիկներն են։ Այսպես է 130, իսկ այն մանրերը 100 դրամ։ Այսպես։
Սա էլ եգիպտացորենները սիրել հետևորդներ 120 դրամ մասին, 120-ից 100 դրամ։ Օկտեմբերյանի ճանապարհին էլ են վաճառում եգիպտացորեններ, արդեն կլպած մաքրած վիճակում, էլի 100 դրամ։ Այսպես։ Ուրեմն 250 դրամ էլ լավ բիբարն է, մեծ բիբար է։ Իսկ վարունգը ինչ արժի։ 250 դրամ։ 200, այստեղ ուրիշ հին արկղի գինն է։ Եվ լոլիկն է։ Լոլիկի գինը 170։ Կծու բիբարն էլ կասեք։ Սա կծու բիբար է, թե թթվի ծիծակ։ Կծու բիբար։ 200 կիլոգրամը 200 դրամ։ Այդ տոպրակով սոխերի գները ինչ արժեն, մեկ էլ տոպրակով կարտոֆիլները։ Կարտոֆիլն արժի 2000 դրամ, Սա արժի 2000 դրամ ուրեմն։ մաքուր Ատխոտը հանած ուրեմն իրենց ասել։ 1000 դրամ, Սա 1000 դրամ, փոքրը 1000 դրամ։ Մեծը 2000, ճիշտ եմ հասկանում։ Իսկ սոխը, սոխն 1000 դրամ, սոխն էլ 1000 դրամ։ Շնորհակալ եմ։ Եկել ենք նաև Լսում ենք ձեզ, նկարի ընթրիկ մրգեր, խախսեր մրգեր, ինձի չվկաս։ Սա դեղցն է։ Արարատի մրգերն է, Արարատի մրգերն են։ Իսկ գները կասեք դեղցի։ 500, 400, Որն է 500, այսինու խոշորները, այս խոշորը ուրեմն 500։ 500, 500, սրանք 400, Սա էլ 500, այո, սա էդի 300, Սա 300, 400-ը վերևի շարքներ, ոնց հասկացի։ միջինները, Դեղցի սեզոնը բացվել է, արդեն վերջանում արդեն վերջանում է առաջի փուլը։ Նարիջները վերջացավ, սա ուսպեխն է։ Ահա, նարիջները վերջացավ, սա ուսպեխն է։ Այսպես իրել է։ Անունը ուսպեխ է դեղցի։ Այո, ուսպեխ դեղցն է։ Ուրեմն սա նեկտարենին է, նեկտարենու փոքրը 300, գնանք առաջ։ Մի քիչ ավելի մեծը 400, իսկ արդեն ամենամեծը 500 դրամ։ 3 տարբեր չափսեր են։ Շարժվենք առաջ, տեսնենք էլ ինչ մրգերի կհանդիպենք։ 200-ից 250, Ինչ սորտ պամիդոր է։ big beef-ն է այս։ Հա, big beef-ն է։ Շուկայի լավագույն պամիդորներից մեկն է big beef-ը։ Իսկ բամյանները ոնց հասկանում եմ տարբեր չափերի են, հա, մեծ, փոքր։ Սրանք ինչ արժեն։ Դրանք 700, 700, 650։ 650, իսկ այս ամենամեծերը։ Շատ լավ։ Այսպես իրել հետևորդներ, եթե պահածոներ եք պատրաստում փակել, եկեք։ Սիրել հետևորդներ, պահածոյի համար մանր վարունգներ եմ գտել։ Հիմա փորձենք հասկանալ ինչ արժեն։ Տարբեր չափեր են եւ տարբեր տեսակների։ Տեսեք, սա ուրեմն 400 դրամն է, ավելի մանրը 450 դրամ եւ արդեն 150 դրամով էլ այս փոքրերն են, մարինատի համար են։ 800 դրամ։ Կիլոգրամն է 800 դրամ, թե կիլոգրամը, բուլղարական բիբարի 800 դրամ է։ Գունավոր բիբարներ են։ Իսկ ուրիշ ինչ տեսակներ ունեք։ Սա տեղականն է։ 400 դրամ։ Տեղականը 400 դրամ։ Կարող եմ մի հատը հանել միջից։ Շնորհակալ եմ։ Այսպես իրել հետևորդներ, մսալի պերեցի համար իդեալական բիբարներ են։ Ուրիշ ինչ տեսակներ ունեք։ Հա, եւ փոքրերը, գնանք ինձ ասացին, որ սրանք մրգային համերով բիբարներ են, ես չգիտեմ ինչ է իրանից ներկայացնում մրգային համերով բիբարները, ասես ինչ որ փոքր տուպրակներ են, իսկ սրանց գին ինչ է, ինչ արժի, 1700 դրամ, հետաքրքիր է, եթե երբևէ փորձել եք, գրեք համը ինչպիսին է, այսպես, շնորհակալություն, ուրեմն կարմրաթուշ գիլասներն են 500 դրամ են, իսկ սրանք 800 դրամ են, ավելի մեծ են չափերով։ Սա փոքր տանձն է 800 դրամ եւ 1200 դրամ, շատ լավ, եւ 1200 դրամ արդեն սրանք են, հատուկ շարված մտիր տանձերն են։
տեսեք, դդում են, արդեն դդումներ կան շուկայում, 600 դրամ դդումի գինն է, 300 դրամ գազարները եւ արդեն 350 դրամ բազուկները։ Շարժվենք առաջ։ 200 դրամ էլ դաշտի լոլիկն է, սիրելի հետևորդներ։ Սա այն տեսակն է, որին անվանում են հենց լոլիկ։ Ես չգիտեմ, ծանոթ եք դուք թե չէ, բայց ես գիտեմ, որ մեր միջահասակ սերունդը սրան անվանում է հենց լոլիկ, ոչ թե պոմիդոր, որ լոլիկ, այլ հենց պոմիդորի տեսակը, որպես այդպեսին ճանաչում են լոլիկ։ Այստեղ նեկտարիններ կան մի քիչ ուրիշ ավելի դեղցի նմանվող, 500 դրամ եւ 500 դրամ էլ արդեն դեղցն է։ Այսպես։ Տեսեք, սիրելի հետևորդներ, սա արդեն վրացական միրգն է։ 500, 600 եւ արդեն հապալասները 2.8։ 2.5, 2.8։ Սրանք 400, 350-ից մինչև 2.5 վաճառում են։ Այսպես։ Առնող չկա, ասում են ճանապարհները բացեք, որ առնեք։ Իսկ բադրիջան ինչ արժի։ Ծախած 100 դրամ սիրելի հետևորդ, 70-60 անգամ ասում են, չի վաճառվում այս բայդրությամբ։ Կանաչ վարունգն էլ 100 դրամ է, 70-ից 100 դրամ, այսպես, տեսեք, մոտիկից ցույց տամ, որ պարզ է։ Ուրեմն չերի պոմիդորներ կան, գինը 1000 դրամ, սա տեղականն է։ Հայրենականն է, մերն է։ Այսպես, շարժվենք առաջ։ Սիրելի հետևորդներ, այսօրվա համար գները այսքանն էին, ասեմ, որ նախորդ անգամվա համեմատ շուկայի գները մի փոքր տատանվել են, մի փոքր բարձրացել են, կարելի ասել։ Իհարկե Բադրիջանի գինը իջել է, բայց մյուս մթերքներինը բարձրացել է։ Դե ինչ, այսքանը սիրելի հետևորդներ, լավ մնացեք, կհանդիպենք։ Բաժանորդագրվեք նաև, որ չկորցնեք մեզ եւ հետևեք մեր հաջորդ տեսանյութերին։